շատ տարած քաղաքացիների շարժի, տեղաշարժի համար, սա էլ քննչական վարչության դուռն է, մուտքի ու հետո գրասենյակն է, որտեղ մենք պիտի մուտքագրենք մեր դատավարական փաստաթղթերը։ Հիմա հարգելի լրագրողներ, եկեք համատեղ հարց տանք, այս բեմադրությունն ինչի մասին է։ Ֆարմանյան, եթե չկարողանաք այդ դիմումը մուտք անել, մենք դիմումը մուտք ենք արել էլեկտրոնային եղանակով, եւ զավեշտը այն է, որ քիչ առաջ Տիկին Ֆանյան դրա մասին նշեց, որ քննչական կոմիտեն անհապաղ պատասխան է ուղարկում, որ ձեր դիմումի կից օրինակը, որտեղ որ մեզ հանձնարարվում է, հա, ըստ հանձնարարության ինստիտուտի ստանձնել շահերի պաշտպանությունը ներսում գտնվող հոգևորականների իբրև կցված չէ, բայց մենք ձեր գործընկերներին հնարավորություն ունեցանք ցուցադրելու Տիկին Ֆանյանի հեռախոսում մեյլի այն մասը, որտեղ որ հստակ երևում է, որ կցված է տվյալ դիմումը եւ մեր հանձնարարությունն այստեղ պատշաճ է։ Իսկ այս բեմադրությունն ինչի մասին է, այն դեպքում, երբ որ մենք քաղաքացիներս ազատ ելումուտք ունենք ընդհանուր բաժին կոչվող տարածք, որտեղ կատարվում է փաստաթղթաշրջանառություն եւ դիմումների մուտքագրման կամ ստացման եղանակով մենք մեր իրավունքների եւ մեր վստահորդների իրավունքների շահերի պաշտպանություն ենք իրականացնում։ Ավելի վատ, պարոն Աղարոնյանը քիչ առաջ դուրս եկավ ներսից, երևի տեղյակ եք, հա, դրա մասին, հա, պատասխանեց, չէ, ձեզ, որ ասել են, որ պետք է սպասենք։ Սա աննախադեպ բան։ Իրենց հրավերին պետք է սպասենք, ինչը անթույլատրելի է եւ ես արդեն ենթադրում եմ, որ եթե 5-րդ ժամն է վկայի կարգավիճակ ունեցող հոգևորականները, դեռևս առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, այս պահին արդեն դատավարական կարգավիճակի կամ փոփոխություն են անում, կամ դատավարական գործողություններ են անում, վարույթային գործողություններ են անում, որի իրավունքը բացարձակապես չունեն, մի պարզ պատճառով անձի պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք է եւ դա պետք է ապահովվի։ Իսկ հիմա մենք այս խախտումները տեսնում ենք, արդեն հիմիկվանից համ տեղեկացրեցիք, կներեք, եւ հա, չէ, ինչ ընդմիջում պիտի լինի, ընդմիջում ասենք ինչ օրվա ում եք փոխանցել մուտքը ապահովող ոստիկանին, թե ասել ենք ներսը փոխանցեն, ասեն, հենց տեղեկություն ունեն, ձեզ փոխանցենք։ Ինչ տեղեկություն ունենան, մենք ուզում ենք մտնենք ընդհանուր բաժին եւ փաստաթուղթ հանձնենք, որը որ օրենքով թույլատրելի է։ Այսա տեսնում եք հարգելի լրագրողներ, պատի իմաստը որն է, դա էլ կասեք, որ դուրը չթակենք երևի։ Ասեք, ոստիկանական պատ կազմելու իմաստը որն է, դալի մենք ծառայություն ենք իրականացնում։ ծառայության իմաստը որն է։ Իմաստը կա, որ այս բան sense հարկավոր sense ենք անում։ Այսինքն արձանագրում ենք, որ Իհարկե, ենթարկվածների պաշտպանության այո, մենք արդեն հաղորդում ենք ներկայացրել 2 ժամ առաջ եւ ոստիկանության Տիկին Ֆանյան, եկեք, հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, նաեւ MIP-ին ենք իրազեկել, MIP-ը մեր ահազանգից 5-րդ ժամը անցավ, բարեբախտաբար մասնագետները ասեցին, որ ժամանել են, հետևի մուտքով կարողացել են վերև բարձրանալ։ Ինչ իմանանք։ Գուցե քահանան, որը պիտի բերվեր այստեղ եւս հետևի մուտքով է ներս մտել եւ դրա համար։ Գուցե։ Մենք դրա մասին արդեն ասել ենք, որ ամեն ինչ հնարավոր է, մեզանից թաքցվում է մեր վստահորդների նույնիսկ արդեն, հա, քիչ առաջ մեր հոգևորականներից մեկը էլի տեղեկացրեց, որ Տեր Օշին Հայրապետյանը նույնպես անհետացել է անհայտ ուղղությամբ, ինչ որ sense բաներ են, առևանգումներ են, հա, տեղի ունենում։ Ցավալի է, հարգելի գործընկերներ, վարվել այս կերպ պետության հետ, ինչ հա, ինչ որ այդպես քաղաքական նկատառումներից ելնելով, սրա պատասխանը հետո մենք բոլորս ենք տալու։ Դրա համար շատ ցավալի է, որ օրենքի, իրավունքի, արդարության եւ արդարադատության նկատմամբ
այսպես են վարվում այն անձինք, որոնք դա պահպանելու եւ պաշտպանելու պարտականություն, սահմանադրական պարտականություն ունեն։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։